Խաղաղության եւ պատերազմի մասին այս խոսակցությունների ֆոնին ստվերի մեջ է մնում մի շատ կարևոր հարց, դա հանրային համերաշխությունն է։ Մեր հանրության մեջ մի ցեց է ընկել, բնականաբար որտեղից եկած եւ որտեղից սնուցվող, որը շահառու է, որպեսզի այդ ցեցը ուղղակի քրքրի մեր հասարակական հյուսվածքը, մեր պետականության կմախքը։ Երբ մենք խոսում ենք համերաշխությունից եւ ազգային միասնությունից, շատ դեպքերում այդ խոսակցությունը արդեն մտնում է դեմագոգիայի դաշտ։ Մինչդեռ հարցը շատ պարզ է։ Միասնություն կարող է լինել միայն մեկ բանի շուրջ, դա հենց պետականության շուրջ։ Սուվերեն պետականության, ազատ եւ ժողովրդավար պետականության, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ասել, որ պետությունն ինքն է եւ ինքը ազդեցություն ունի պետության վրա, այլ ոչ թե գալիս են ինչ-որ փրկիչներ, որպեսզի փրկեն բոլորին կամ ուժեղ փրկիչներ, որոնք հիմար բաներ են խոսում ուղղակի մարդկանց խելքահան անելով եւ մտածելով, թե մարդիկ էլ միամիտ են, մարդիկ գիքորն են, իրենք էլ բազազ արտեմը։ Համերաշխությունը ֆիքսվում է սահմանադրությամբ։ Մենք սրա մասին չենք խոսում ցավոք սրտի։ Մենք խոսում ենք այդ սահմանադրության մեջ պրեամբուլայում ինչ-որ բան գրված լինելու է թե ոչ։ Մինչդեռ սահմանադրությունը հենց համերաշխության մասին է։ Համերաշխության ինստիտուցիոնալացման մասին, որ քաղաքացին հաշտ եւ համերաշխ լինի այլ քաղաքացու հետ ոչ թե բարի կամքից ելնելով, այլ սիստեմի տրամաբանությամբ։ Համաձայն ես, միացիր մեզ։